Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բաբաջանյան։ Շատ բարև ձեզ։ Պարոն Բաբաջանյան, օրերս ձեր արտահերթ համագումարը տեղի ունեցավ, հայտնի են ձեր ցուցակի առաջին 30, այսպես падգամավորի տեխնացուները, այնուամենայնիվ հստակ է, որ հանուն Հանրապետություն կուսակցությունը ընտրություններին գնում է միայնակ, ոչ դաշինքային տրամաբանությամբ եւ ինչու չստացվեց արևմտամետ ուժերի այսպես համախմբում դաշինքային տրամաբանությամբ ընտրությունների գնալու տրամաբանության մեջ։ Մենք ի սկզբանե բաց ենք եղել համագործակցության համար եւ մեր խիղճը այդ իմաստով մաքուր է մեր ընտրողների առաջ եւ մենք առավելագույնն արել ենք որպեսզի կրկնենք Եվրաքվեի հաջողությունը եւ Եվրաքվեին նաեւ եղել ենք դրոշակակիրը այդ ստորագրահավաքի նյութապես ահռելի մասնակցություն ենք ունեցել, որպեսզի այդ հաջողությունը իրականություն դառնա եւ իհարկե պիտի ասենք, որ նկատի ենք ունեցել, որ 2026 թվականի ընտրություններում հենց Եվրաքվեի այդ գաղափարական ընդհանրություն պիտի փնտրենք քաղաքական այն ուժերի, որոնց հետ ունենք ընդհանրություն, արժեքային նպատակների չստացվեց, որովհետև կարծում եմ բավարար խոհեմություն եւ հասունություն չունեցան մեր շատ գործընկերներ, առանց մասնավորեցնելու, առանց կոնկրետ քննարկում ծավալելու, այնուամենայնիվ կարծում եմ, որ մենք արեցինք առավելագույնը, որպեսզի սա չլինի կուսակցական ցուցակ, որպեսզի լինի հնարավորինս ընդլայնված ցուցակ, այն անձանց, ովքեր իրենց համարում են Հայաստանի անկախության, Հայաստանի ազատությունների, Հայաստանի ժողովրդավարական համակարգի, ինքնիշխանության, խաղաղության ինստիտուցիոնալացման կողմնակիցներ։ Եվ այդ իմաստով այստեղ դրել ենք եւ սերունդների համերաշխության, եւ մարդկանց ընկալումների, ըմբռնումներին տուրք տալու այսպես նպատակ ենք հետապնդել եւ ցուցակը, որում ընդգրկվել են ազատամարտիկներ, առանձին ազատամարտիկների կազմակերպություններ եւ խմբեր, անհատներ, ինչպես նաեւ գիտեք հավանաբար Ազատ Արշակյան, Վարդան Մալխասյան, առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյան, սրանք այն անհատներն են, ովքեր տեսնում են իրենց այն գաղափարների եւ արժեքների գրող, որ մենք ենք ի սկզբանե հայտարարել։ Եվ այս իմաստով հաջողություն ենք իհարկե մաղթում մեր գործընկեր մյուս քաղաքական ուժերին, համագործակցության հույսով հետընտրական, որպեսզի կարողանանք ուրեմն ինչ որ փուլում շարունակել նույն արժեքների եւ նույն սկզբունքների շուրջ ուրեմն համագործակցություն։ Այսինքն կոալիցիաները չեք բացառում հետագայում։ Ընդհանրապես քաղաքականության մեջ ոչինչ պետք չի բացառել եւ այսպես անձնական ոչ մի վիրավորվածություն չունենք, ոչ մի այսպես նեղվածություն չունենք, այսպես է ստացվել, մենք որպես քաղաքական պատասխանատու ուժ մեր կուսակցության, պետության եւ ժողովրդի առաջ շարժվել ենք ուրեմն հենց այդ սկզբունքներով եւ այն առաջադրանքով, որ մեր ժողովուրդն է հանձնարարել, մենք լսել ենք մեր հայրենակիցներին, անընդհատ եղել ենք կապի մեջ, այցելել ենք տարբեր մարզեր, տարբեր մարզային բնակավայրեր, մոտ 30-ից ավել հանդիպումներ ենք ունեցել եւ սա է եղել մասնակցել, պայքարել, կռվել, որովհետև նժարին մեր պետականությունն է, որի համար
մենք շատ թանկ գին ենք վճարել հոկտեմբեր 27-ից սկսած մինչև այլ քաղաքական սպանություններ ու հետապնդումներ ապրիլի 12, մարտի 1, մինչև ծանր պատերազմներ առաջին, երկրորդ, երրորդ պատերազմը 44-օրյա, այս բոլորը մի նպատակ են ունեցել Հայաստանի հարատևության, Հայաստանի ինքնիշխանության պահպանումը եւ ով ենք մենք, եթե այս իրողությունները մեր աչքի առաջ ունենալով մենք առաջ մղենք մեր իգոն եւ մեր ամբիցիաները այն ինչ մեր առաջ կա ուղղակի մեզ ստիպում ու պարտադրում է որպեսի մեր դրոշները խոնարենք որպեսի ավելի բարձր ծածանվի եռագույնը մեր ձայնը լրացնենք որպեսի ավելի բարձր հնչի Հայաստանի ձայնը եւ այդտեղ մենք ծայրաստիճան անկեղծ ենք եւ հետեւողական Իսկ անկեղծ է նաև ընդդիմությունը նկատի ունեմ ռուսամետ ուժերը, ինչպես նրանց բնորոշել է նույն Վլադիմիր Պուտինը, որոնք իդեպ շատ այսպես աղմուկ են բարձրացնում եւ երբ վարչապետը նրանց անվանում է եռագլուխ պատերազմի կուսակցություն եւ ասում են, որ հակառակ այս իշխանություններն են պատերազմ սադրում Ռուսաստանի հետ, տնտեսական պատերազմի մասին է խոսքը, բայց բացահայտ կարծես թե նրանց աջակիցները Սամվել Կարապետյանի աջակիցները Օրերս Բազեյանը բաց տեքստով հայտարարում է, որ Արցախի էջը փակված չէ, մենք պիտի ժամանակ շահենք, որպեսզի պատրաստվենք պատերազմի եւ հետագայում պատերազմի ճանապարհով վերադարձնենք Ղարաբաղը։ Ինչպես հասկանալ նման հայտարարությունները, պարոն Բաբաջանյան, ինչ միտում ունեն դրանք նաեւ։ Գիտեք, ես կուզեի, որպեսզի մենք իրերը կոչենք իրենց անուններով, իմ համոզմամբ դրանք ռուսամետ ուժեր չեն, դրանք պետք է իրենց ուղակի հստակ կոչել այնպես ինչպես իրենք կան եւ իրենք էլ կարծես թե չեն հերքում Հայաստանի ընդդիմությունը 2021 թվականից Պուտինն է եւ մեր խնդիրն է հիմա հայաստանացին եւ հայաստանակենտրոն ընդդիմություն ունենալ ոչինչ չի փոխվել այդ եռագլուխ հրեշ պատերազմի ջատագովներ եւ այլն դրանք նոր էպիտետներ են բայց էությամբ դրանք շարունակում են Պուտինի նվիրյալներն ու այսպես էմիսարները մնալ։ Հիմա համաձայն լինելով վարչապետի այդ բնորոշման հետ, ես ուզում եմ հասկանալ, իսկ մենք ինչ ենք անում, որպեսզի այդ եռագլուխ հրեշը ընդհանրապես նույնիսկ շանս չստանա այս ընտրություններում մասնակցության, որովհետև ազգային ժողովի ամբիոնից, այո, իրավամբ նկարագրվեց, որ կոալիցիան Դաշնակցություն Բարգավաճ Հայաստան Հանրապետական կոալիցիան ռեինկարնացիայի ենթարկելու փորձ է արվում 2025 թվականի սեպտեմբերի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այդ կոալիցիայի վերաբերյալ վերդիկտ ունի հրապարակված դա ազգային դատարանի որոշում չի դա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշում է ըստ որի մարտի 1-ին օրվա իշխանությունը որի մաս են կազմել Դաշնակցությունը Բարգավաճ Հայաստանը եւ Հանրապետականը կյանքի իրավունք է խախտել գնդակահարել են Երևանի կենտրոնում ժողովրդավարությունը իդեմս 10 անզեն խաղաղ ցուցարարների սրա վերաբերյալ մենք ոչ իրավական գնահատական ունեցանք ոչ քաղաքական գնահատական ունեցանք միայն հայտարարություններ միայն մեզ երկրորդող ելույթներ եւ ոչ ավելին Մինչդեռ մեր համոզումն է, որ ժողովրդավարության թշնամիներին, ժողովրդի վրա կրակող հանցագործներին պիտի արգելվի ոչ միայն ընտրություններին մասնակցել, այլև այդ ամբողջ համակարգը պետությունը զավթած այդ համակարգի տարբեր ներկայացուցիչներ դատախազության, քննչական մարմինների դատական իշխանության ներկայացուցիչներ, ովքեր այս կամ այն կերպ ուղիղ եւ անուղակի ներգրավված են եղել այդ գործընթացներում, նրանց պիտի արգելվի ոչ միայն ընտրություններին մասնակցել, այլև պիտի արգելվի պետական պաշտոն զբաղեցնել, դասախոսական աշխատանքով զբաղվել, որովհետեւ նրանք թույլ են տվել ուրեմն պետության դեմ որոշումներ են կայացրել եւ իրենց գործողություններից
մեր պետությունը էապես թուլացել եւ ծայրաստիճան վիճակի առաջ է կանգնել։ Սա չի կարող անհետևանք մնալ։ Գիտեք, Ռուբեն Ռուբինյանը անցած օրը գող, ավազակ, կոռուպցիոներ ու հանցագործ էր կոչում շատ որոշակի անձանց եւ շրջանակների։ Եվ կներեք, այդ մարդիկ հիմա համապետական ընտրության են մասնակցում։ Հանցագործերը, գողերը, ավազակները, կոռուպցիոներները ոչ թե պետք է ընտրության մասնակցեն եւ ելույթներ ունենան։ Նրանք պետք է լինեն համապատասխան ուրեմն ազատազրկման վայրերում եւ պիտի ցուցմունք տան։ Չի կարելի այսքան անպատասխանատու լինել եւ այս սահմանը պատասխանատվության եւ պետության այսքան լղոզել։ Մեր Այսինքն միջև ընտրություններ հստակ պետք է այդ ուժերին փակել, ես ճիշտ եմ հասկանում։ Կարծում եմ, որ ընդհանրապես անցողիկ շեմի վերաբերյալ վարչապետի հայտարարությունները եւ այլն խոսում են այն մասին, որ առաջիկայում լուրջ գործողություններ այնուամենայնիվ պետք է սպասել եւ մեր քաղաքական ուժի նաեւ տրամադրվածությունը եւ հետագա գործողությունները եւս պայմանավորված են լինելու այդ քայլերով։ Մենք մասնակցում ենք այս ընտրություններին, որպեսզի անվախորեն այդ անունները տանք, հանցագործների անունները հնչեցնենք, պատասխանատուների անունները հնչեցնենք, նրանց պատվիրատուների անունները հնչեցնենք, ոչ թե վախենանք ռուսների ուղիղ եւ Պուտինի անձնական դերակատարության մասին մատնանշելուց, այլև այն ամբողջ շրջանակի անունը պետք է մատնանշել, որոնք ուղղակի եւ անուղղակի Կիրիենկոյի հաճախորդներն են, ուղղակի փողով մտել են այս ընտրական գործընթացի մեջ եւ ըստ էության պետությանը տվել են ահռելի առիթ եւ հնարավորություն, որպեսզի այդ ուժերի հետագա մասնակցությունը առաջիկա ընտրական գործընթացին ուղղակի դառնա անհնար։ Նկատի ունեք հակակոռուպցիոնի բացահայտումները, պարոն Բաբաջյան։ Ոչ միայն հակակոռուպցիոնի, նաեւ ապօրինի այն կանխիկ դրամական միջոցների շրջանառությունը, որոնք դեռևս շարունակում են ուրեմն բացահայտվել, եւ ասեմ ձեզ Մոլդովայում Հայաստանի բացահայտումների շատ ավելի նվազ այսպես ապացույցների պայմաններում հնարավոր եղավ առնվազն 3 քաղաքական ուժի արգելել մասնակցել ընտրություններին եւ դա արվեց նրանցից մեկը կարծեմ նույնիսկ ընտրությունների նախաշեմին լրությունից 1 օր առաջ, եթե չեմ սխալվում, լրության օրից 1 օր առաջ ուղղակի կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիմեց Սահմանադրական դատարան եւ ապացույցների ուղղակի ահռելի քանակը այլ բան չէր թողնում, քան նույնիսկ բյուլետենում իրենք անունը դեռևս շարունակում էին պահպանել, բայց փաստացի իրենց դուրս էր տրվել։ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը կներեք այդ իմաստով, եթե Մոլդովայի օրինակը վերեցիք, այդ իմաստով բավարար չէ, որ հենց այդ նույն ուժերին, որոնց մասին Վլադիմիր Պուտինը խոսում էր եւ նրանց անվանում էր ռուսամետ, եւ այն անհատների մասին, որոնց մասին խոսում էր եւ ասում էր, որ անազատության մեջ են, բայց իր ցանկությունն է, որ մասնակցեն, թեև Ռուսաստանի Դաշնության քաղաքացի են նաեւ օրենքի ուժով կարողանա դուրս դնել այս իշխանությունները, կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Պուտինը գուցե դրան հաջորդած նաև Օվերչուկի հայտարարության Թուրքմենչայի պայմանագրի այդ ընդհանուր տրամաբանության մեջ կարող եմ հասկանալ, որտեվ իրենք իրավունք ունեն օրինակ կայսրական այսպես նկրտումներ ունենալ եւ Հայաստանի օրենքներին, կարգին, կանոնին վերաբերվել այնպես ինչպես վերաբերում են, որտեղ իրենց համար Հայաստանը որպես պետականություն առհասարակ գոյություն չունի, իրենք շարունակում են Հայաստանին վերաբերվել որպես Պարսկաստանից վերցված եւ իրենց կայսրության կազմ ուրեմն մցված մի տարածք։ Բայց ինձ համար սոսկալի ծանր է արձանագրել, որ Հայաստանի քաղաքական գործընթացներին մասնակցում են անձինք, ում համար Հայաստանի սահմանադրությունը
նույնիսկ հարգանքի արժանի իրողություն չի։ Եվ եթե մենք այսպես ասած այդ ուժերը խոսում են համերաշխության կամ համախոհության մասին եւ դրա առանցքում օրինականությունը չի եւ սահմանադրությունը չի, այս ուժերին ուղղակի որևէ վերաբերմունք ավելորդ է, որովհետեւ եթե չկա տարրական հարգանք օրենքի եւ օրինականության նկատմամբ եւ օրենքի սահմանափակումները շարունակում են ուղղակի արգելք լինել, որ կոնկրետ անձինք նույնիսկ ասեն, որ իրենք կարող են հավակնել վարչապետի պաշտոնին կամ իրենք կարող են որևէ հաջողություն ունենալ այն հռչակած անունների շրջանակում, որ իրենք են բարձրաձայնում, սա ուղղակի կարծում եմ այլևս շատ որոշակի վերաբերմունքի պիտի արժանանա եւ այդ դեպքում պետք չի միայն ապավինել ժողովրդի քվեին, ես կարծում եմ, որ պետությունը նաեւ նրա համար է, որպեսզի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի քաղաքական գործընթացներին մասնակից քաղաքական ուժերը առնվազն ներքին կոնսենսուս ունենան, որ պահելու են եւ պահպանելու են օրինականությունը եւ սահմանադրության կետին եւ տառին համապատասխան պետք է կառուցեն իրենց ուրեմն ամբողջ ստրատեգիան, իրենց մարտավարությունը եւ իրենց հայտարարությունները պետք է այս կամ այն կերպ համապատասխանեցնեն դրան։ Սա իհարկե ծայրաստիճան անթույլատրելի եւ վտանգավոր է, կրկնակի անթույլատրելի է նաև Պուտինի եւ Օվերչուկի հայտարարություններից հետո, Պեսկովի հայտարարություններից հետո լռությունը ձեր նշած քաղաքական շրջանակների, որոնք ծպտուն չհանեցին, որ օրինակ Պուտինի հայտարարությունը իրենց չի առնչվում կամ Օվերչուկի հայտարարությունը չի կարելի առհասարակ հանդուրժել։ Ոչ մի դատապարտող հայտարարություն չի եղել եւ պետք էլ չի սпасել, որովհետեւ այդ քաղաքական այսպես կոչված քվազի քաղաքական ուժերը ամենևին ուրեմն ոչ թե նպատակ ունեն Հայաստանը այս ընտրություններից ավելի ուժեղ դուրս բերել, այլ հակառակը, կարծում եմ, որ իրենց հետևողական նպատակն է Հայաստանը կանգնեցնել անխուսափելի աղետների եւ անխուսափելի պատերազմների առաջ։ Հիմա այստեղ հասկանալով, թե ինչ էկզիստենցիալ վտանգներ են կանգնած մեր հանրության առաջ, մեր պետության առաջ, մեր ժողովրդի առաջ, կարծում եմ պետության գործողությունները, ֆիլտրերը պիտի գործի դրվեն եւ մենք պիտի տեսնենք վերջապես, թե ինստիտուտները որքան կենսունակ են ընդհանրապես պաշտպանելու մեր պետությունը այս տեսակ հեռանկարներից, այս տեսակ հարձակումներից, որոնք անթաքույց կարող ենք ասել, դուք էլ մատնանշում եք ուղղակի հայտարարություններ տարբեր այսպես կոչված քաղաքական ուժերի աջակիցների կողմից պատերազմով ուրեմն Արցախ հետ բերելու եւ Հայաստանին նորանոր աղետների առաջ կանգնեցնելու իրենց ուրեմն անթաքույց նպատակադրումների առաջ։ Սա կարծում եմ չափազանց կարևոր է, որպեսզի մենք այս արձանագրումները անելուց հետո նաև կոնկրետ գործողությունների անցնենք։ Մենք չենք կարող այս հիասթափության եւ անտարբերության փոսը ավելի ու ավելի խորացնել, որովհետեւ մենք տեսնում ենք, որ հասարակության զգալի մասը նաև այս պատճառով, երբ փողի ապօրինի շրջանառությունների այս համատարած իրականության առաջ մարդիկ ավելի այսպես հեռանկար եւ անապագա այսպես իրականության առաջ են կանգնում եւ իրենց գործողություններն էլ մաքսիմալ փորձում են
ուրեմն пассив դիրք զբաղեցնել եւ թույլ չտալ որպեսի իրենց մասնակցությամբ առհասարակ որևէ կերպ ավելի մեծ ուրեմն արժեք եւ բովանդակություն ստանա ընտրական գործընթացը։ Մարդիկ ուղղակի կարծում են, որ իրենց մասնակցությամբ իրենք ավելի պիտի կեղտոտվեն, քաղաքական գործընթացները պիտի ավելի անհեռանկար դառնան, մինչդեռ ես կարծում եմ, որ հենց այդ գիտակից հիասթափված, խոցված անտարբերության այդ փոսում հայտնված մեր քաղաքացիներին է, որ պետք է դուրս բերել տներից եւ նրանց մասնակից դարձնել ընտրություններին, եթե մենք իրապես նպատակ ունենք այս իրավիճակը հաղթահարել։ Այլ ճանապարհ ես չեմ պատկերացնում, որտեղ կարծես մեծ հաշվով իշխանական ընտրազանգվածը շատ որոշակի են նաև նրանք, ովքեր համախմբվել են նախկին այսպես տարբեր իշխանական ֆորմատների շուրջ։ Մեր խնդիրն է այդ մոտ 60%, 61% ըստ տարբեր հարցումների անտարբեր չեզոք զանգվածի մասին եք խոսում կամ առհասարակ հիասթափված այդ ընտրազանգվածին դուրս բերել, տանել ուրեմն քվեարկության եւ փոխել այս տոքսիկ քաղաքական միջավայրի ընդհանուր պատկերը։ Ուժեղ Հայաստանը փորձում է այդ նույն զանգվածին դուրս բերել իր եղանակներով, հակակոռուպցիոնի վերջին բացահայտումները առնվազն ենթադրյալ այդ ընտրակաշառքի դեպքերի մասին են, պարոն Բաբաջանյան, եւ եթե լսել եք նաեւ ձայնագրությունները, այդ անվանարկումները սեփական էլեկտորատին, ինչպես հասկանալ այս մոտեցումը, որովհետեւ նույն ընտրակաշառք բաժանելը միշտ այսպես ասոցացվել են նախկին իշխանությունների հետ։ Հիմա մենք տեսնում ենք, որ ընդդիմադիր ուժերը, որոնք իդեպ հայտարարում են, որ նախկինների հետ կապ չունեն, ոչ նախկին են, ոչ ներկա, իրենք ապագային, նման հայտարարություններ անել է իդեպ Սամվել Կարապետյանը եւ նաեւ Գագիկ Ծառուկյանը փորձում է այսպես դիրքավորվել եւ իրեն հերրու պահել Ռոբերտ Քոչարյանից, ասում է, որ ոչ մի կերպ չի միանալու Ռոբերտ Քոչարյանին, նրա թոշակի գնալու ժամանակն է եւ միաժամանակ տեսնում ենք այս ամբողջը ընտրակաշառքներ, տեսնում ենք նույն ուժերը, որոնց ցուցակներում ներգրաված են մարդիկ, օրինակ ԲՀԿ-ում նախկին հանրապետականներ, ուժեղ Հայաստանում նախկին Հայաստան դաշինքի անդամներ, ինչպես հասկանալ այս վերադասավորումները եւ նաեւ ընտրակաշառքի հետ մոտեցումը, այսինքն այնուամենայնիվ այդ նախկին ընկալումները չեն փոխվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ։ Մենք նկատմամբ դատական համակարգի մասին ինչպես չխոսենք եւ արդարության ու արդարադատության մասին ինչպես չխոսենք շաբաթներ առաջ 2017 թվականի ընտրությունների վերաբերյալ դատարանը որոշեց օրինակ, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ ոչ մի անարդար որոշման մեջ ներգրավված չի եղել։ Մեր աչքի առաջ տեղի ունեցած ընտրությունների մասին է խոսքը։ 2017 թվականը վերջին ընտրությունն էր, որտեղ Ռոբերտ Քոչարյանը, այդ թվում նաև Գագիկ Ծառուկյանի եւ այլ օրոյի ուրեմն միջոցով փորձում էր ուրեմն իր դիրքերը վերականգնել։ Դե գիտեք, կարծում եմ թե Սամվել Կարապետյանը, թե Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանի կլիենտներն են եւ այդ իմաստով կասկած չկա եւ կարծում եմ հասարակության մեծ մասը համոզվել է, որ իրենք բոլորն էլ սնվում են միևնույն աղբյուրից եւ իրենց հանձնարարություններն էլ ստանում են միևնույն կենտրոնից։ Խնդիրը կրկին գալիս է նրան, թե մենք որպես պետություն եւ որպես ժողովրդավարություն ինչպես ենք վերաբերում սրան եւ այդ հայտարարությունները, այդ զանգերը, այդ հակակոռուպցիոնի տարածած ամբողջ ձայնագրություններին ինչպես ենք արձագանքում, սոսկ գնահատական տալու, այսպես քաղաքական, թե դա ունենալու է իրավական կոնկրետ հետևանք, այնպիսի հետևանք, որը ազդելու է այդ ուժերի ուղիղ մասնակցության հնարավորության վրա, որտեղ մեր համոզմամբ, եթե մենք հեղափոխությունից 8 տարի անց քաղաքական մեր դաշտում շարունակում ենք փողի եւ
ապօրինի այս բոլոր միջոցների հնարավորությունը տեսնել որպես իշխանությունը վերցնելու ճանապարհ, այդ նշանակում է, որ մեր սահմանած կանոնները եւ նպատակադրումները կամ բավարար չափով վճռական չեն եղել կամ այս մարդիկ ուղղակի ի վիճակի չեն յուրացնել, որ սա բոլորովին նոր իրականություն է եւ իրենք էլ չեն փորձում հարմարվել այդ իրականության հետ։ Դեռևս շանս են տեսնում կաշառքի միջոցով, փողի միջոցով իշխանությունը զավթելու իրենց նախորդ պրակտիկան, ուրեմն վերակենդանացնելու հնարավորություն են տեսնում։ Բայց Եվրամիությունը ինչպես կարող է մեզ օգնել։ Երբ ես ազգային ժողովի պատգամավոր էի, մենք ուրեմն մի քանի առանցքային, այսպես քաղաքասարակության իրավապաշտպան ներկայացուցիչների հետ 2003 թվականի ընտրությունների քվեաթերթիկները կարողացանք ուրեմն բացել եւ մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հօգուտ հանրապետական կուսակցության մոտավորապես 200,000 եւ ավելի քվե օրինակ կեղծվել։ Հիմա մենք հասկանում ենք, որ այդ ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի օգտին եւ հանրապետական կուսակցության օգտին այս քվեները ուղղակի ապացույց են, որ այդ ժամանակ մենք չենք ունեցել լեգիտիմ իշխանություն եւ իշխանությունը ըստ էության զավթված է եղել եւ դրան հաջորդող գործողություններն էլ այդ թվում նաեւ հետապնդումները, քաղաքական սպանությունները ամբողջը բխել է նաեւ այդ իրավիճակից։ Հիմա այս քաղաքական ուժերը, որոնք ուզում են յետ բերել այդ ժամանակները, մենք պիտի պատրաստ լինենք, որ նրանց ձեռքը չբռնելը եւ նրանց թույլատրելը, որպեսզի այդ միջոցները շարունակեն ակտուալ լինել, ուրեմն հղի է նաեւ այդպիսի ուրեմն ծայրաստիճան հետևանքներով եւ պետության ներքին ամրության տեսանկյունից եւ նաեւ արտաքին մարտահրավերների տեսանկյունից։ Գիտեք, վարչապետն այսօր առավոտյան խոսում էր ընդհանրապես պատերազմի եւ խաղաղության մասին եւ խաղաղության ինստիտուցիոնալացման մասին։ Եվ այդ ուղղությամբ մենք չենք տեսնում բավարար գործողություններ, որտեղ խաղաղությունը եւ ձեռք բերված միջազգային պայմանավորվածությունները չեն կարող կախված լինել մի քաղաքական անհատից, մի քաղաքական ուժից եւ մի ընտրական ցիկլից։ Չափազանց կարեւոր է, որպեսզի մենք խաղաղության եւ խաղաղությունն ամրապնդող բոլոր պայմանավորվածությունների շուրջ լայն համախոհություն ունենանք քաղաքական ուժերի եւ միայն դրանով ավելի ու ավելի կամրապնդենք մեր պետությունը եւ պետության հարատեվությունը կկարողանանք երաշխավորել։ Մինչդեռ քանի դեռ այդ օրակարգը խորհրդարանում այս պահին աջակցում է մի քաղաքական ուժ, դա շատ հարմար թիրախ է մեր հակառակորդների համար։ Նրանց համար, ում հայկական պետականությունը ընդհանրապես շարունակում է խանգարել, նրանց համար, ովքեր գտնում են, որ օրինակ Հայաստանը կարող է նաև անկախ չլինել, նրանք ովքեր առաջին օրից աջակցում էին նոյեմբերի 9-ի փաստաթուղթը եւ հակադրում նոյեմբերի 9-ը օգոստոսի 8-ի պայմանավորվածություններին։ Ինչ կարող են անել եվրոպացիները, ես կարծում եմ, որ եվրոպացիները կարող են ընդամենը մեզ խորհրդատվություն տալ եւ տալ համապատասխան պետությանը, տալ համապատասխան կարողություններ պաշտպանելու մեր պետական ինստիտուտները նմանօրինակ հարձակումներից, բայց կամքը քայլերը մենք պիտի ներսում իրագործենք եւ գործիքակազմ բավարար ունենք, պարոն Բաբաջանյան, այսինքն հենվել միայն Եվրամիության աջակցությանը ազնիվ է, մենք բավարար գործիքակազմ ունենք եւ այդ ուղղությամբ որ գործիքակազմ, եթե նույնիսկ անբավարար է այդ գործիքակազմը, ինչն է մեզ խանգարում ունենալ եւ գործիքակազմը համադրել այնպիսի ուրեմն նոր գործիքներով, որոնք հնարավորություն կտան ավելի ամրապնդել մեր ժողովրդավարությունը եւ անշրջելի դարձնել։ Մենք չենք կարող 35 տարի անց այսպիսի զրկանքներից հետո կրկին կանգնել պետություն ունենալ եւ չունենալու այս երկընտրանքի առջեւ։
Սա ամենամեծ ձախողումն է այդ թվում նաև վերջին 8 տարիների, որ պետք է արձանագրել եւ կարծում եմ, եթե մենք մեկընդմիշտ նաև այս ընտրություններով այս հարցին չպիտի պատասխան տանք եւ կրկին պիտի թողնենք այս հարցի քննությունը մեր ժողովրդին որպեսզի ընտրությամբ որոշվի։ Կարծում եմ սա նաև պետության համար, մեր ժողովրդավարության համար, մեր խաղաղության համար պատասխանատու քաղաքական սուբյեկտների նաև մեծագույն ձախողումը կլինի, որովհետև թե 18 թվականին, թե 21 թվականին պետությունը ստացել է համապատասխան մանդատ ժողովրդի մեծամասնության կողմից, իդեպ նաև դրան ուղիղ մաս է կազմել նաև ընդդիմությունը իր ստացած քվեով, անկախ նրանից նրանք մասնակցել են որոշումներին, թե ոչ, բայց քաղաքական մեծամասնությունը պիտի այնպիսի ինստիտուցիոնալ դաշտ ստեղծեր, որը ուղղակի անհնար կդարձներ ընդհանրապես Հայաստանի ինքնիշխանության, Հայաստանի ժողովրդավարության, Հայաստանի խաղաղության, օրակարգերի անշրջելիության հարցը։ Մի բան, որ այսօր շարունակում է մնալ օրակարգում, ինչը չափազանց վտանգավոր եմ համարում։ Եվ վերջում, պարոն Բաբաջանյան, ինչի մասին են լինելու 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները, ինչու է այսքան մեծ սևեռվածությունը եւ ուշադրությունը եւ ինչու են հատկապես այն մասին խոսակցությունները, որ սրանք ամենաաշխարհաքաղաքական ընտրություններն են լինելու Հայաստանի պատմության։ Մեծ հաշվով վերջի տարիների Ռուսաստանի ձախողումները գլոբալ մակարդակում Արցախյան պատերազմից հետո 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը մեկնարկեց ռուսական դիրքերի խոշոր սասանում նախ հետխորհրդային տարածքում, հետո ուկրաինական պատերազմով փաստորեն ծրագրված երրորդյա այսպես ժամկետներում տեղի չունեցավ կապիտուլյացիան Կիևի, այդ պատերազմը շարունակվում է, բայց ավելի մեծ կորուստներ տեղի ունեցան Սիրիայում, Վենեսուելայում եւ Իրանում դեռևս պատերազմը շարունակվելու է եւ դրա ցանկացած ելք այս կամ այն կերպ սասանելու է նաեւ Ռուսաստանի դիրքերը, բայց նախորդ շաբաթ Եվրոպայում տեղի ունեցած մի ծայրաստիճան կարևոր ընտրություն Ռուսաստանին մեծ հաշվով առանց արժանի դաշնակցի թողեց Եվրոպական միությունում, հունգարական ընտրությունները եւ Օրբանի պարտությունը, ինչը իդեպ նշում էր Նարեկ Կարապետյանը, ներողություն եմ խնդրում ընդհատելու համար։ Այդ պարտությունը իրենց ռակուրսը իհարկե ամբողջությամբ չի համապատասխանում այն իրականությանը, ինչ մենք ենք ընկալում եւ աշխարհն է ընկալում։ Այդ պարտությունը մեծապես խոսում է, որ Ռուսաստանն արդեն ի վիճակի չէ պահպանել այն դիրքերը կամ այն կայսերական նկրտումները եւ հավակնությունները, որոնք շարունակում են հետապնդել ուրեմն Կրեմլին, եւ բնականաբար հիմա միջազգային հանրության ամբողջ ուշադրությունը գալիս է Հայաստան, առաջիկա շաբաթներին չափազանց կարևոր ուրեմն զարգացումներ են Երևանում եւ Ռուսաստանի նպատակն էր ամեն կերպ խոչընդոտել, որպեսզի եվրոպական քաղաքական համայնքի այդ գագաթնաժողովը տեղի չունենա Երևանում, որովհետեւ հասկանում ենք նաեւ, որ այդ գագաթնաժողովը Երևանում անցկացնելը էապես ավելացնում է եւ բարձրացնում է Հայաստանի քաղաքական գինը, քաղաքական կշիռը եւ նաեւ Հայաստան Եվրամիություն գագաթնաժողով, որ առաջին անգամ Երևանում պիտի գումարվի եւ ըստ էության Հայաստանը դառնում է եվրոպական օրակարգի եւ եվրոպական պետությունների առաջնորդների կարևոր քննարկման առարկա, սա աշխարհաքաղաքական մեծ անցում է մի իրավիճակից դեպի բոլորովին այլ իրականություն, բայց այս բոլորի համար մենք ներքին
կարողությունների կարիք ունենք եւ ներքին ամրության պաշարի կարիք ունենք։ Առանց ներքին քաղաքական համակարգի առողջացման, առանց ներսում տնային անհրաժեշտ աշխատանքը իրականացնելու շատ բարդ կլինի արտաքին քաղաքական այսպիսի վճռական որոշումներ կայացնել։ Օրինակ այդ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հնարավոր դարձավ միայն, երբ Հայաստանը օրինակ Եվրաքվեով մեր նախաձեռնությամբ հնարավորություն ունեցավ Եվրոպական միության անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ օրենքի նախագիծը ընդունել եւ օրենք դարձնել, երբ եվրոպացիները հենց այդ օրենքի ընդունումը համարեցին, որ Հայաստանը իր մտադրության մեջ ծայրաստիճան լուրջ է եւ անարձագանք չի կարելի թողնել հայ ժողովրդի ցանկությունը ավելի մերձենալու Եվրոպական միությանը ընդհուպ միջև ուրեմն անդամակցության նրա ցանկություններին պետք է ընդառաջ գնալ։ Սա այն ներքին ամրության պաշարն է, այն դիմադրողունակության եւ դիմակայունության այն անհրաժեշտ շրջանակն է, որը պիտի հետևողականորեն շարունակել, որպեսզի այդ ներքին ամրությունը հնարավորություն տա արտաքին քաղաքական մեր որոշումներում ավելի ճկուն լինել, ավելի վճռական եւ ավելի դիմակայուն։ Շնորհակալ եմ, պարոն Բաբաջանյան։ Խնդրեմ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն էր, կհանդիպենք։